Խաչատուր Հովհաննիսյանը փաստաբան Վահագն Քեշիշյանի հետ Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանից եկել հասել է Երևան։ 2 տարի առաջ Զորամասում հրազենային վիրավորումից զինվոր է մահացել Շարքային Մուրադ Գրիգորյանը։ Սպանել են տղային, թե ինքնասպան է եղել նա, դեռ դատարանի վճիռ չկա, քննություն է ընթանում։ Քրեական գործով կալանավորված է Մուրադ Գրիգորյանի ծառայակից ընկերը Արմեն Հովհաննիսյանը։ Նա ողբերգական դեպքից հետո ինքնախոստովանական ցուցմունք է տվել, թե ինքն է սպանել Մուրադին։ Արմեն Հովհաննիսյանը ցուցմունք է տվել, ասել է, որ հայոյել է, երբ որ ես իրան կանչում էի, ինձ հայոյեց, ես էլ իրան հայոյեցի, զենքը պահեցի վրան, ոնց որ փորձելով վախացնել, ու երբ որ Մուրադը զենքի ծայրից բռնեց եւ քաշեց իր ուղղությամբ, պատահական կրակոց արձակվեց, քանի որ մատը ձգանին էր։ Այս դեպքում բովանդակային առումով դա է եղել։ Ավելի ուշ Արմեն Հովհաննիսյանը փոխում է սպանություն կատարելու ինքնախոստովանական ցուցմունքը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մեղադրյալ Արմեն Հովհաննիսյանի շահերը պաշտպանելու համար գործում ներգրավում է փաստաբան Վահագն Քեշիշյանը։ Արմեն Հովհաննիսյանի դիրքորոշում փոխելը եղավ այն ժամանակ, քանի դեռ փորձաքննությունների պատասխանները չենք ստացել։ Հիմա որոշակի դրվագներ Մուրադի սպանության դեպքի հետ կապված եւ մինչեւ այդ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Նախաքննության ընթացքում քրեական գործով անցնող վկա զինվորականներն են ցուցմունք տալիս։ Մեղադրվող կողմի պաշտպանն պնդում է, թե հարցադրումները ուղղորդված են եղել, իսկ հարցաքննության ընթացքում փաստաբան չի եղել։ Բոլորին տարել են վայքի բաժին եւ հարցաքննել են որպես վկա։ Այնինչ քրեական դատավարության համապատասխան դրույթը նախատեսում է, որ զինվորին կոնկրետ փաստաբանի մասնակցություն հարցաքննության պարտադիր է։ Տեսնում ենք մի հետաքրքիր հարց։ Հայտնեք ինչ է եղել 2023 թվականի հուլիսի 26-ին 16:00-ին։ Կլասիկ ուղղորդող հարց։ Պրոֆեսիոնալ անձինք քննիչ, դատախազ, դատարան, ցանկացած փաստաբան, ցանկացած մարդ նման ուղղորդող հարցեր չի տալիս։ Իսկ այդ ուղղորդումը արդեն իսկ մեր կողմից, մեր գնահատմամբ բոլորովին այլ նպատակ են դիտել։ Սամվել Մելոյանը պատմում է մարտական դիրքում հերթապահություն իրականացնող զինծառայողների միմյանց միջև ունեցած փոխհարաբերությունների մասին։ Դրվագներից մեկին է անդրադառնում Մելոյանը։ Մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Արմեն Հովհաննիսյանը Մուրադ Գրիգորյանից եփված սուրճ է ուզել։ Արմենի խոսքի ձևակերպումը Մուրադին դուր չի եկել։ Մի երկու անգամ ելնում եմ Արմենը նորմալ ուզում եմ, բայց էլ արդեն սկսում եմ իրաց ձևերով Արմենը ուզել Մուրադից փոխել, Մուրադը ներվանում է, քուրանում Արմենը կուրակալ է պատասխանա, բայց վիճաբանին չի ելնում, ինքնանավոր պահիտակ է մեկը քուրարեց, մեկը մեկին վիրավորեց, այդ էլ բան էր առնում։ Վկա Սամվել Մելոյանի տված ցուցմունքից կարելի է եզրակացնել, որ մարտական հերթապահություն տանող զինծառայողների միջև կոնֆլիկտներ, լարվածություն հաճախակի է եղել։ Անձնակազմերը բացի Հովհաննիսյան Արմենին եղել է լավ շփման, ճիշտ է, չի եղել, չեմ կարծում, որ թե խոսակցություն չի եղել, որտեղ չի գարել այդ բան չլինի։ Ապրել 14 օր ամեն ապրել, եղել է թե խոսացեն, մեկը հիստոն բարսի, թե բանը եղել է։ Արմենի հորն ենք լսում, նա էլ պատմում է, որ դեպքի օրը հեռախոսազրույց են ունեցել Արմենի հետ։ Հեռախոսի ձայնն ըստ Խաչատուր Հովհաննիսյանի բարձր է միացրած եղել, եւ իրենց որդու Արմեն Հովհաննիսյանի հետ հեռախոսազրույց ունենալու ընթացքում կրակոցների ձայն են լսել։ Հեռախոսանշարժ վիճակում բարձրաձայն միացրած դնում են պատուանի կողքին եւ ոնց որ բոլորով խոսում են։ Այդ ժամանակ իրենց տանը եղել է երկու, մեկը հարևանը, մեկը ինչքան հիշում եմ դպրոցի աշխատակից, ինչ որ կապ կա։ Եվ խոսակցության ժամանակ Արմենի հետ խոսալուց լսել են կրակոցի ձայն, նմանվող ձայն։ Երբ աշխատանքից վերադարձա, մեր տնեցիներն լսեցին, որ խոսալու ժամանակ լսել են կրակոց եւ այլն, ես բավականին անհանգստացա, դա լավ կարևորն որ կրակոցից հետո երեխեն լսել է վայքու արա շները, այսինքն շները ասելով նկատի ունեց երևի հագարագործին։ Ընդհանրապես մեղադրվող կողմի փաստաբանը դժգոհ է քննության ընթացքից։ Միջնորդեցինք, որ կա նման անձինք, ովքեր լսել են այդ դեպքի հենց այդ ձայնը, մինչև այդ նախաքննությունը ընթանում էր, որ դեպքը տեղի ունեցել 16:45-ի սահմաններում։ Դրանից հետո դեպքը կտրուկ փոխվեց ուղղությունը։ Ժամանակագրական առումով։ Ժամը փոխվեց, այսինքն դեպքը արդեն մեղադրանքի նկարագրական մասն փոխվեց, որ դեպքը տեղի ունեցավ 16:00-ի սահմաններում։ Ավելի շուտ։ Ըստ Վահագն Քեշիշյանի, նույնիսկ դատաձգաբնական փորձաքննության արդյունքները չեն հիմնավորում, որ Արմեն Հովհաննիսյանն է սպանել ընկերոջը։ Որովհետեւ մի փորձաքննություն, թե դատագենետիկական, թե դատաձգաբանական,
որևիցե փորձաքննության հետ Արմեն Խաչատրյանը Հովհաննիսյանը որևիցե կապ չունի։ Կապ հաստատեցին Տավուշի մարզ։ Մեծ հետ հեռախոսազրույցում Մուրադ Գրիգորյանի մայրը պատմեց, որ նույն օրը իրենք էլ են զրուցել իրենց որդու հետ։ Հեռախոսազրույցից 10 րոպե անց տեղի ունեցել ողբերգական դեպքը։ Մուրադի հարազատներն էլ պնդում են, որ իրենց որդուն Արմեն Հովհաննիսյանն է սպանել։ Դե եթե ինքը չէր խփել, ինքն է Մուրադի մոտելելով է խփել, ուրիշ ոչ մեկ։ Ինքը վկայությունը տվել է, նույնիսկ տվել է, որ իբր Մուրադը իրան քֆուր է տվել, ինքը խփել է։ Մեկ էլ ստից ցուցմունք է տվել, որ Մուրադը զենքը իր վրա քաշել է, իբր ինքը զենք պահել է Մուրադի վրան, Մուրադը զենքի լուլիցը սենց քաշել է, այդ պահին խփել է։ 2-3 անգամ ցուցմունք է տվել, ինքը տարբեր տեսակի։ Որդին նման ընդունակություն չունի, մանավանդ ինքը Մուրադի հետ շատ մտերիմ հարաբերություններ են ունեցել, որովհետև երես մենք են առաջնագից բարձրանալու ժամանակ Մուրադը նոր վայք տեղափոխված զինվոր է եղել, հագուստեղեն ներկաշորեր բաներ չի ունեցել, Արմենն է տվել։ Ողբերգական դեպքին վերաբերող մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունն են կարդում։ Զորամասի դասակի հրամանատար ավագ լեյտենանտ Տիգրան Սիմոնյանին մեղադրանքի առաջադրվել այն բանի համար, որ նա հանցանք կատարած անձի բացահայտմանը խոչընդոտելու նպատակով պարտակել է հանցագործությունը, սպանության դեպքը։ Ստացվում է իրավիճակ, երբ որ եւ գործը վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ։ Ունենք մի դեպք, երբ որ պոստում անց կա զոհված զինվոր կա եւ ըստ էության բոլորը բնականաբար էս երբ որ ինքնասպանության հասցնելով գործը հարուցվում, նշանակում բոլորը կասկածվում են այդ։ Տիգրան Սիմոնյանը որպես դիրքի ավագ 2023 թվականի հուլիսի 26-ին ժամը 16:30-ի սահմաններում ստուգելով Մուրադ Գրիգորյանի զարկերակը եւ համոզվելով, որ նա մահացած է, որպես դիրքի ավագ, չցանկանալով իր ղեկավարած մարտական դիրքում տեղի ունեցած սպանության դեպքով խնդիրներ ունենալ, իրավապահ մարմինների աշխատակիցների նաեւ վերադաս հրամանատարության հետ պարտակել է հանցագործությունը, սպանության դեպքը եւ աջակցել հանցանք կատարած անձին։ Հրապարակել եմ, ես ավագլետենցմանը վարություն դեպի լստած զենիկում 15 վայրկյան, 10-15 վայրկյան տևեց ժամանակազը, որ մենք հասանք գտել։ Տեսա ես արդեն, որ Արմենը կայնացած թմբի վրա, դից 3-4 մետր հեռավորության վրա։ Արմենը կանացա Պագշտեքի հետևի թմբի վրա է։ Թմբի վրա, հա, Մուրադը գտնվում է։ Գլորված է լուջից ներքև 4 մետր, 3 մետր հեռավորության վրա։ 4 մետր հեռավորության վրա։ Հա, ես հարցացի արնում ինչ այլ է, բա ախր Մուրադը խփել է։ Նոր եթե պագշտի վրա կայնացա, որ Մուրադի գլխի տաղոն է հոսնում։ Իրավապաշտպանների ներկայացրած տվյալներով 2024-ին զինծառայողների մահվան 40 դեպք է արձանագրվել, որից 4-ն է եղել մարտական պայմաններում։ 36 դեպք ոչ մարտական պայմաններում են եւ ավելին այդ 36 դեպքից 12-ը սպանության եւ ինքնասպանության հետևանքով են։ Մեր դիտարկումներով ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերի թիվը 2024 թվականին 9 է եւ սպանության հետևանքով մահվան դեպքերը 3-ն են։ 2023-ին զինծառայողների մահվան 83 դեպք է արձանագրվել, որից 19-ն է եղել մարտական պայմաններում, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ Մյուս բոլոր դեպքերը ոչ մարտական պայմաններում են։ Պետք է նշեմ, որ այդ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կրկին բավականին մեծ թիվը կազմում են սպանության եւ ինքնասպանության հետևանքով մահվան դեպքերը միասին 14 դեպք է արձանագրվել, որից միայն 10-ը ինքնասպանություն են որակվել եւ 4-ը սպանություն։ Զինված ուժերուն սպանության եւ ինքնասպանության դեպքերի հիմնական պատճառները արժանապատվությունը վիրավորելն ու զինվորների նկատմամբ նվաստացող վերաբերմունքն է նաեւ հրամանատարական կազմի կողմից։ Ոչ կանոնադրային հարաբերությունների արկայությունը զինված ուժերում դեռևս շարունակվում է, միջանձնային հարաբերությունները եւ խնդիրները դեռևս շարունակվում են, այսինքն այստեղ բավականին մեծ բացեր կան, որոնք տարիներ շարունակ եղել են եւ հիմա էլ կան։ Զինված ուժեր մուտք գործած արատավոր երևույթները դեռ չեն վերացել։ Քրեական ենթամշակույթ կրող անձին քաղաքացիական կյանքի վատ սովորույթներն ու բարքերը իրենց հետ տանում են զինված ուժեր, ինչը եւս զորամասերուն սպանությունների պատճառ կարող է դառնալ։ Զինված ուժերը պետք է լինի այն կառույցը, լինելով փակ միաժամանակ, պիտի լինի այն կառույցը, որտեղ այդ
քրեական ենթամշակույթ դրսևորվելու որևէ հնարավորություն չունի։ Զինվորների սպանության դեպքերի ոչ արդարացի քննությունից դժգոհ ծնողներից շատերը բողոքներ են հասցրել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Իրավապաշտպանը դրանցից մեկին է անդրադառնում։ Զինվորի մահը որակվել էր ինքնասպանություն։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այդ գործով ընդդեմ Հայաստանի որոշում կայացրեց։ Ինքնասպանություն որակված դեպքերի մեծ մասում ծնողները համաձայն չեն այդ որակումների հետ, որովհետև կարծում են, որ դեպքը ավելի հավանական է, որ տեղի ունեցել սպանության եւ բարբերաբար ճնշումների եւ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետևանքով։ Թեկուզ եւ պատահական կրակոց է արձակել կամ եթե կռիվ է եղել կամ սպանություն կամ ինքնասպանություն, այո, այդ դրվագով եւս պիտի քննություն իրականացվի եւ յուրաքանչյուրի պատասխանատվությունը իր կողմից կատարված արարքի համար պիտի լինի համարժեք։ Զինված ուժերում զինծառայողների սպանության դեպքերին պետք է տրվի համարժեք գնահատական եւ պատասխանատվություն կրեն իրական սպանություն կատարողները։ Արդյոք բացահայտվում են բոլոր մեղավորները։ Հայաստանը դեռևս չի հասել այն աստիճանի, որ բավարար կամք ու հնարավորություն ունենա պատժելու իր իսկ նշանակած պաշտոնյաներին։ Ցավալի է, որ տարիներ շարունակ գրեթե յուրաքանչյուր տարի լսում եւ տեղեկանում է զինված ուժերում ողբերգական դեպքերի, սպանությունների եւ ինքնասպանությունների մասին։ Եվ ամենացավալին այն է, որ դրանց մեծ մասը տեղի են ունենում ոչ մարտական պայմաններում։ Ինքնասպանության, սպանության դեպքերը խրամատում են երկրի սահմանը հսկող զինվորների միջև։ Զինվորականներ, որոնց ծնողներն իրենց զավակներին բանակ են ուղարկել, վստահելով երկրի անվտանգությունը եւ ոչ թե սրտներում վախը, որ իրենց զավակները սահմանին կարող են միմյանց հետ վիճել, հայհոյել եւ թշնամուց պաշտպանվելու համար տրված զենքով միմյանց վրա կրակել։ Նաիրի Մուրադյան, Զոհրաբ Քարամյան, Սուրանկյուն։